Դերասաններ Նազիկ Բաղդասարյանի ու Արթուր Գեղամյանի սերը տարիներով է ամրապնդված։ Զույգը ծանոթացել է 2006 թվականին, երբ Նազիկը մասնակցում էր այն ներկայացման փորձին, որում ներառված էր ապագա ամուսինը։ Նրանց սերը տարիների ընթացքում բախվել է նաև փորձությունների, որոնք բարեբախտաբար նրանք հաղթահարել են ու արդեն 13 տարի է միասին են որպես ամուսիններ։ Այս ամենի մասին սակայն հերթով։ Գարնանային սեզոնն էր համարյա փետրվարի վերջ էր։ Մարտի Փետրվար, մարտ, չէ, մարտի սկիզբն էր արդեն համարյա թե մեր տրուպան արդեն կար, իմ վերջին ներկայացումները ես պետք է խաղայի, հետո գնայի բանակ ու եկավ Նազոն։ Ինձ թվում է մի մուլտ ասեմ, հաստատ տեսած կլինեք, գտնված երազը տեսել եք չեն, աղջիկ որ սենց աչքերով գալիս է, հիմա ստացվեց Նազոն այդ աղջիկներ, ես պապիկա, բայց նկարի մեջի։ Ու ես հիշում եմ Նազոյի կարմիր սապոգները, մինչև ստեղ հակած սենց, ու իր աչքերը, կարմիրն ու կանաչը, հա, եթե չի հասցրել ասել սեր առաջին հայացքից, գրեք սեր առաջին հայացքից։ Նազիկի մոտ սակայն սերն առաջին հայացքից չի եկել։ Առաջին անգամ նա Արթուրին նկատել էր մի երաժշտական նախագծի շրջանակում, որին երկուսն էլ մասնակցում էին։ Ու մեղմ ասած նա լրիվ հակառակ պատկերացումներ կազմեր ապագա ամուսնու մասին։ Երբ որ մտա այդ փորձասենյակ, որտեղ պետք է սկսենք այդ ներկայացման փորձերը, երբ որ տեսացի, վայ Աստված իմ էլի էս տղան, այդ տպավորություններ, ու իր հայացքից հասկացա, որ իր մեջ ինչ-որ բան փոխված իմ հանդեպ, որտեղ ինքը շատ ուշադիր, այսինքն ինձ էր նայում, ես ինչ անում էի, ուր նստում էի, ասացի Աստված իմ մենակ չսիրահարվի ինձ, որտեղ հակակրանք էր ամենաառաջի տպավորությունը թողել իմ մեջ, բայց դա իհարկե միայն առաջի տպավորությունն էր։ Երկրորդը որն էր, որ Երկրորդը շատ կտրուկ անցում էր, այո, կարողացավ, երկրորդը արդեն միանգամից եմ սիրահարվել։ Նազիկը ժպիտով է հիշում այն շրջանը, երբ Արթուրն իրեն նվիրված բանաստեղծություններ էր գրում, եւ ինչպես հիշում է դերասանուհին, յուրաքանչյուր բանաստեղծության հետ ավելի էր սիրահարվում նրան։ Ինքը բանաստեղծություն էր գրել ինձ նվիրված, երբ որ ես կարդացի դա, ես միանգամից հալվեցի։ Որտեւ ես չէ, որտեւ շատ ռոմանտիկ էի այդ տարիներին իհարկե, հիմա էլ մի քիչ շատ հալվեցի, սիրահարվեցի, վազեցի տուն, մամայիս ու քրոջս ասեցի նստեք մի հատ կարդամ ու ես հասկացա, որ հա սիրահարվել եմ։ Ես գրել էի մանուշակներ, սերկերիս ու շուշաններ։ Հետո չգիտեր, որ Տերյանը տեսնում է։ Չէ, հետ չէ։ Կատակյան։ Ես հիշում եմ, որ աչքերից նվիրված էր։ Կարտասանեք։ Ոյ տենց քոչքերը կանաչից էլ մուկ։ Եվ ես վախենում եմ կորել նրանց մեջ։ Այդ երկու տողնիշ։ Իսկ հետո եկավ կարոտի փուլը։ Արթուրը պետք է զորակոչվեր բանակ։ Նորությունը Նազիկի համար շոկային էր։ Շատ դժվար էր ինձ համար, որովհետև դե Արթուրն էլ իր մասից իր կողմից կասի, վստահ եմ իր համար էլ դժվար է եղել։ Ես ընդունվում էի թատերական ինստիտուտ ու սենց ես հիշում եմ, որ մենք ամբողջ գիշեր խոսում էինք հեռախոսով, առավոտյան գնում էի դասին քնում էի։ Դե բայց բոլորը գիտեին սա այն աղջիկն է, ով սպասում է իր սիրած տղային բանակից։ Ես հիշում եմ այն ժամանակ մենք նամակներ էինք իրար գրում ու պոչտայով իրար ուղարկում էինք։ Ես անհամբեր սպասում էի այդ նամակին, շատ հին բաներ ենք, չէ՞ պատմում ոնց որ 1800-ականներից եկած լինենք, չէ՞։ Հիմա սև ու սպիտակ չի կարա լինի, որ մենք պատմենք, որ մենք ահա նամակագրություն ենք անում։ Ես սպասում էի, երբ պետքա փոստով ինձ գա նամակ, որ դուք ունեք նամակ Գորիս քաղաքից։ Հա, ես Գորիսում էի ծառայում, այդ սկզբի, որ ասում էր Նազոն, մենք խոսում ենք ամբողջ գիշեր, սկզբից այտենց չէր, սկզբից այն ժամանակ օպերատորները շատ չկային, բջջային եւ այսպես տարիֆներ այդքան չկային, որ զանգենք իրար խոսենք, թեժ գիշեր բա ակցիա կար, այո, րոպեն 5 դրամ էր, ժամը 12-ից հետո։ Դե ես էլ որ հերթապահության մեջ էի, պաշտոնեական դիրքս չարաշահում էի, արդեն անցել է, կարող եմ հանգիստ ասել։ Ես խոսում էի Նազոյի հետ, Նազոն էր խոսում ինձ հետ եւ մեր մտերմությունը, մեր ծանոթությունը, մեր վարակվածությունը, սիրահարվածությունը էլ ավելի էր խորանում եւ այո, մենք նամակագրության մեջ էինք իրար հետ, այդտեղ էլ երևում էր թե Նազոյի ձեռագիրը, թե Նազոյի գրելու կերպը իմն էլ հետը։ Պահել ես չէ՞ նամակները, թե վառել ես։ Վառել ես։ Մոտոցոր տարիներ ենք ապրել վառել։ Չէ, մենք տարի է եղել բաժանվել ենք, ես բոլոր նամակները վառել եմ։
Կտրուկ որոշումը դերասանուհի ներկայացրել, պարզապես որոշել էր, որ այլևս Արթուրի հետ պետք է չշփվեն։ Դերասանուհին պատմեց նաև այդ էմոցիոնալ փուլի մասին։ Ուղղակի շատ խառն էր իմ մեջ այդ բան ամեն ինչ, էմոցիոնալ։ Ես շատ սենց ուղիղ նայեցի Արթուրի աչքերին ու ասացի Արթուր վերջ, գնա ու հետ վերադարձա նորից ինստիտուտում դասի էի։ Դրանից հետո գիտեմ, որ Արթուրին շատ դժվար է եղել, ես այսպես ջնջել էի ամեն ինչ։ Ճակատագրական հետաքրքիր միջադեպը, սակայն ավելի ուշ միավորել է զույգին։ Մենք շատ պատահական հանդիպեցինք դրամատիկական 1 տարի անց, կլոր 1 տարի անց որևէ տեսակի զանգ, հեռախոս հանդիպում չի եղել։ Դրամատիկական թատրոնի մոտ ես թերթ էի առնում, այդտեղ մի բան թերթի կրպակ կար, հիմա չկա, այդտեղ ծաղիկներ են ծաղկում։ Էլի հին ենք։ Հա։ Գրեթերթ էի առնում, կարա չէ, տանունը ասեի, որովհետև մի հոդված էի գրել, մեջը պիտի որ տպված լիներ, հետ էի ուզում հասկանալ կար թե չկար, առնում եմ ու զգում եմ ինչ-որ մի տենց հայացք կա դեպի քեզ նայող, բայց այնպես չէ որ տատիա հերթ է սպասում, որ դες տղան է պետք է ավարտի, ես զգացի մի տենց ծանոթ չես տեսնում, բայց զգում ես այդ հայացքը։ Բայց ուտեմ տեսնեմ Նազոն, գիտեք ինչ ձև է կանգնած, այսպես հարցական աչքերով, ինչ-որ այլայլված, տարօրինակ ու իր հետևը տատին։ Լալա ջան, անցեք անցնենք։ Ու այդ ժամանակվանից ես մենակ այդ հայացքն ու այդ հանդիպումն եմ հիշում, թե հետո ոնց եղավ, բարևեցի, չբարևեցի։ Իրադարձությունների տրամաբանական զարգացմանը հաջորդել է Արթուրի ամուսնության առաջարկությունը, որը եւս յուրահատուկ է եղել։ Ջերմուկում էի, հանգստանում էի քույրիկիս հետ, Արթուր զանգեց, ասեց ամառ էր էլի, ասեց Նազ, հոկտեմբերի 5-ին պետք է ամուսնանանք։ Սենց է եղել։ Հարմար է, չունես ներկայացում։ Դե դա 13 տարի առաջ այն ժամանակ այտենց բաներ, գենդեր փարթիներ չկային, այտենց բան չկա, հերվից եմ գալիս, գիտեն ինչա։ Հասկացանք հին ենք, բայց այդքան ինչ ենք։ Այտենց փուչիկներ չկային, որտե դրոններով չէին նկարում, որ ահա դու առաջարկություն ես անում, եկել վերևից նկարում են, հուզվես բան։ Չէ, միանգամից մեր առաջի տղայի սերն էլ միանգամից իմացանք։ Երկրորդին նոր հասկացանք ինչա գենդեր փարթի։ Հա, հետ էլ ախնդալու Նազոյի տարբերակը չաշխատեց։ Չբացվեց, որ ինչ ծուխ դուրս գա, ինչ գույն է եւ այլն։ Ինչ եք հարց տվել։ Լավ է անցնում։ Զույգը նշում է, ամուսնությունից հետո իհարկե կյանքը փոխվում է եւ երջանկության չափաբաժինն էլ է այլ դառնում։ Գրեթե նույնն էր, հա, որովհետեւ ամուսնանալուն պես տարօրինակ ինչ-որ կենցաղավարություն, կենցաղ, ես նույնիսկ հիշում եմ, որ Նազոն արդեն բավական մեծ փորիկով արդեն տան պաստառներն էր պոկում, որ մենք այդտեղ նոր պաստառներ տնենք կամ նոր խոհանոց ունենանք այդտեղ, որովհետեւ ինչեւէ չէինք հասցրել։ Բայց կարևորը որ ինչ արել ենք իրար հետ ենք արել։ Դա շատ կարևոր պահ է, եթե ցեխ ենք արել, իրար հետ ենք արել, շպակլովկեն ես մենակ եմ արել։ Իրար հետ իմաստով դա շատ կարևոր է։ Ամուսինները բնավորությամբ շատ տարբեր են, բայց կարծում են հենց դա է ավելի հետաքրքիր դարձնում իրենց համատեղ կյանքը։ Ես ահավոր էմոցիոնալ եմ, մեր տղաներն են, մենք ունենք 2 որդի, այսինքն կտրուկ մեծ տղաս Արթուրն է, փոքրը ես։ Այսինքն ես ու փոքր տղաս մենք անընդհատ խոսում ենք, էմոցիոնալ, չգիտեմ, իրենք երկուսով շատ լուր, հանգիստ, հանդարտ են շատ։ Իրենք երկուսով միշտ հանգիստ անձայն նստած են։ Այդ կարգի տարբեր ենք մենք։ Բայց ասեմ։ Բայց դա է ճիշտը, եթե երկուսս էլ հա։ Հա։ Եթե պատկերացնում ես երկուսը տենց իրար նման լինենք, հետաքրքիր չէր լինի, չէ՞։ Ինչպես ասում են մեր տատերը, պետք է լինեք բամբակ ու զանգ։ Դերասանների որդիները Դանիելն ու Միքայելը ժառանգել են ծնողների տաղանդը, սակայն կգնան նրան ճանապարհով թե ոչ, հայտնի ծնողները դժվարանում են կանխատեսել։ Մեծ տղան մեր փորձ ունեցել է 2 անգամ ֆիլմում, բայց չի ցանկանում։ Իրականում իր մեջ շատ կա այդ բնությունը, իր շատ խոսուն աչքեր ունի, բայց ինքը չի ցանկանում։ Առաջարկներ եղել են նույնիսկ թատրոնից եւ մեր եւ էլի տարբեր տեղերից։ Թատրոնից, պրոյեկտներից, տեսահոլովակներից, TV պրոյեկտներից էր նույնիսկ մանկական ինչ-որ ֆիլմ էր վերջերս, գլխավոր դերի համար ինքը չցանկացավ։
բայց երկու շատ լուրջ քայլ է արել, Մինա Սավետիսյանի մանկությունը խաղացել ու Փարաջանովում Սայաթ Նովապոկրիկ։ Շատ լուրջ ֆիլմերում, շատ լուրջ քայլերով մենք այդպես չենք ստիպում, եթե կցանկանա իհարկե։ Այն օրը ասում եմ կարող է ռեժիսոր դառնամ, սենց մտածում եմ, որովհետև այրը մեջ շատ կա այդ, բայց դե մենք չենք ստիպում ու երբևէ էլի, եթե կցանկանա։ Փոքրի մասին էլ ես ասեմ, շատ էլի ընդունակություններ ունի երգի, արվեստի, թատրոնի, ունի, երևում է հիմիկվանից, նույնիսկ այնքան ունի, որ մտածում ենք եւ մի որևէ երաժշտական դպրոց արդեն գնա, չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Մենք չենք փաթաթում ոչինչ բան։ Կընտրի, չի ընտրի, ինքը գիտի։ Իրա գործը։ Նազիկի ու Արթուրի ընտանիքում խանդը տեղ չունի, քանի որ ամուսինների խոսքով իրենց հարաբերություններում վստահությունը հաղթում է խանդին։ Շատ անկապ են մեր վեճերը լինում, երբեք սենց շատ գլոբալ խնդիր չի լինում, ես սենց քանի որ շատ էմոցիոնալ եմ, կարող եմ ինչ-որ տենց մտածեմ, տենց ուսադիր ինձ չի մարդու շնչի խորը շնչի, ինչ կա, նորմալ մարդկանց ասա, որտեվ քո օրինակով շատ կանայք հիմա սպասում են, որ հենց ասեն տանեն իրաց մարդկանց, նայի, տես։ Լավ, դե դու ասա, ինչի համար ենք կռվում։ Դու ինչի համար չենք կռվում։ Օրինակ մենք հենց երեք կռվել ենք, որովհետև իմ պրեմիերան էր ու ինքը չէր եկել, ես տենց նեղացել էի։ Բայց ինքը չէր եկել, որովհետև երեխաները չէին եկել, բայց ամեն դեպքում ես ամբողջ ներկայացման ընթացքում սպասում էի իրան։ Բայց մենք հասանք, երբ որ վերջում պակոնտվեցի գլուխս բարձրացեցի, երեխայի հետ մտա։ Հայկական ընտանիքում յուրաքանչյուրն ունի իր դերն ու առաքելությունը, կարծում է Արթուրը։ Զույգը թերևս այդ սկզբունքը պահպանելով է կարողանում պահպանել նաև ներդաշնակությունը իրենց ընտանիքում։ Ինչը որ տեղի է ունենում դրսում, եւ ինչը որ այդ կարա քեզ վնասի եւ քո ընտանիքը վնասի, դու պիտի իմանաս։ Երբ այդ տղամարդը դրա մասին է եւ նաեւ կինը պիտի կարողանա տարատեսակ այդ քամիներից, չգիտեմ, փոթորիկներից պաշտպանի։ Կնոջ դերն էլ դրա մասին է։ Այդ ներդաշնակությունը հենց իրար հասկանալն է։ Դա կլինի իրար տեսնելու, հանդիպել սիրահարվելուց, ամուսնանալուց եւ ընտանիք կազմելուց, վերջացրած իհարկե երեխաների դաստիարակությամբ։ Ամուսինների համատեղ երազանքները շատ են, դրանք կապված են իհարկե ընտանիքի, կենցաղի ու համատեղ աշխատանքի հետ, որոնցից մեկը շուտով կյանքի կկոչեն։ Համատեղ երազանքները էլի կենցաղային պայմանները լավացնելն է, այս մեկ, եւ երկրորդը Նազոյի սեպտեմբերյան պրեմիերան է, պիեսը, որը որ գրել եմ։ Չգիտեմ, Նազոն շատ է հավանում այդ պիեսը, հավանում ես Նազ, հա, անկեղծ, հիմա բոլորը նայել են, այո, շատ հավանում են, հետո նես չլինի, որ կան նային, ասեն, էս էր հավանում, չէ, իրոք շատ հավանում են, շատ հավանում ես, և իհարկե կապված է մեր երեխաների բարեկեցության և խաղաղության հետ, նախ և առաջ խաղաղություն թող լինի, որովհետև մենակ խաղաղ ժամանակ ես երջանկությունը ընկալում մինչև վերջ, դրանից զատ դա երջանկություն չի, դա պարզապես պահեր են, որոնք որ գողանում ես, որպեսզի երեխան ժպտա ուղղակի։ Շատ խոսեցի, կներեք, գնամ։ Հիմա դու ես պատմում։